պահանջվել։ Շնորհակալ եմ, պարոն Բադիկյան, մեկ հարց եւս արդեն կապված ձեր տեսլականների հետ։ Ես հաշվի առնելով ձեր անցած ճանապարհը, կոռուպցիայի ընկալման հետ կապված շատ իհարկե սուր միտք արտահայտեցիք, որ պետական դավաճանությանը ընկալում պետք է լինի, իհարկե մենք շատ աշխատանք ունենք բոլորս միասին կատարելու այդ ուղղությամբ, բայց օրինակ, երբ որ քաղաքացու իրավագիտակցությունը մի փոքր ցածր է եւ ինքը մտածում է, որ հնարավոր է օրինակ պետավտոտեսություն 5000 բարեկային ծառայության աշխատակցին այժմ 5000 դրամ կաշառք տալ, մի քիչ շատ ծայրահեղական չէր ձեր մոտեցումը նաեւ այդ հարցում, քանի որ կաշառք տալը ինքնին համարվում է նաեւ կոռուպցիոն հանցագործություն, այդ հարցից կխնդրեմ պատասխանեք ու միանգամից անցնենք նաեւ ձեր այն մոտեցումներին կապված ձգձգումների դուք նշեցիք, որ շատ պահանջկոտ եք եւ այլն։ Հիմա մենք ժամկետներով նախաքննության ընթացքում սահմանափակված ենք քրեական հետապնդման հարուցման պահից սկսած, այ մի շարք խնդիրներ կան փորձաքննությունների եւ այլնի հետ կապված, այ ավելի շատ ինձ ոչ թե հետաքրքիր է ձեր կողմից բարձրաձայնված խնդիրները, այլ ինչ լուծումներ եք տեսնում։ Այդ թվում նաեւ որպես հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուն կխնդրեմ նաեւ ձեր կարծիքը արտահայտեք դատարաններում շատ երկար քննությունների հետ կապված, հաշվի առնելով նաեւ որ դուք փաստաբան եք եւ որպես պաշտպան մասնակցում եք մի շարք նիստերի ու ես չէ որ պետք է ներկայացնեմ այդ ձգձգման պատճառները, որոնք են։ Ըստ ձեզ այդ երկու կոմպոնենտի հետ կապված ինչ լուծումներ կառաջարկեք որպես քննչական մարմնի ղեկավարի թեկնածու։ Շնորհակալ եմ։ Եվ դատարանների եւ նախաքննական մարմնի։ Այո։ Դատարանների վերաբերյալ ձեռնպակը մնամ ներկայացնելուց ամեն դեպքում որոշակի դիտարկում կներկայացնեմ, բայց նախաքննական մարմինների մոտ գործերի ձգձգման պատճառների չեմ կուզում անդրադառնալ, բոլորիս էլ հայտնի է, վերջին քրեադատավարական օրենսդրության փոփոխություններն էին, որոնք բավականին նորարարական լուծումներ ունենալով հանդերձ, կարծես թե որոշակի խնդիրներ առաջացրեցին կապված ժամկետների չպահպանման եւ այդ գործերի քանակի հետ։ Ինչ վերաբերում է այդ բոլոր իրավիճակներից էլ լուծում կարելի է ստանալ։ Դուք նշեցիք պարոն Արսենյան փորձաքննությունների կատարման ձգձգումները։ Ես օրինակ մասնակցում եմ տարբեր քրեական գործերի, օրինակ մի քրեական գործ ունեմ, որը ներկայացնում եմ դժողի ներկայացուցիչն եմ, քննվում է 2018 թվականից մինչև հիմա, մինչև օրս։ Իհարկե կարճվեց քրեական վարույթը, ես բողոք ներկայացրեցի, դատախազին մերժվեց, դատարանների կողմից բավարարվեց եւ նախաքննությունը վերսկսվեց։ Այժմ քրեական վարույթը դեռևս գտնվում է քրեական քննության փուլում եւ ինչներ կարեւոր է։ Հենց քննության առաջնային օրվանից սկսած ուրեմն համայնքներից մեկում քննվող քրեական գործով միջնորդություն ներկայացրեցի կարծես թե մի քննության պլան, որից ամենաառաջնահերթ խնդիրը փորձաքննության նշանակումն է, ապրանքագիտական փորձաքննության նշանակում։ Թվում է թե շատ բարձր հասարակ փորձաքննություն է, ինչ-որ մի անշարժ միշտ պետք է փորձաքննության ենթարկեին։ Քննիչը այդ փորձաքննությունը չնշանակեց։ Փորձաքննությունը նշանակվել է 5 տարի հետո, այսինքն արդեն լրացուցիչ նախաքննության գալուց հետո դատարանի կողմից վերացնելուց։ Այդ փորձաքննության արդյունքը մինչև այսօր չի ստացվել, բայց միևնույն ժամանակ ես ունեմ քրեական վարույթներ, որոնցով մասնակցում եմ մեղադրյալների պաշտպանությանը, այդ փորձաքննությունները շատ արագ են ստացվում։ Մոտավորապես 1-2 ամսվա ընթացքում։ Երբ որ արձադրում եմ կատարում, ինչպես ստացվեց, որ այս փորձաքննությունը շուտ ստացվեց, նախաքննական մարմնի ներկայացուցիչները ինձ ասում են, որ փորձագետի հետ խոսել են, պայմանավորվել են, վերցել են։ Այսինքն այդ մեխանիզմը փաստորեն գործում է։ Ընտրովի մեխանիզմը։ Եթե մի պայմանը մի դեպքում հնարավոր է խնդրելով, չգիտեմ, օրդորելով, պահանջելով կամ ինչ-որ մի գրություն գրելով ստանալ փորձաքննության եզրակացությունը, հետևապես բոլոր քրեական գործերով նույն հետևողականությունը պետք է դրսևորվի։ Ես չեմ կարծում, որ կա քրեական գործ, կա փորձաքննություն կամ ինչ-որ մի հանգամանք, որ հնարավոր չլինի արագ հաղթահարել։ Քրեական վարույթներ կան, որ նախաձեռնվելուց հետո մոտավորապես 4 ամիս որևէ գործողություն չի իրականացվում։ Խոսքը իհարկե հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործերի մասին չի, բայց ես նորից եմ կրկնում, ունեմ քրեական վարույթներով իրականացնում եմ պաշտպանություն, որտեղ վարույթը նախաձեռնվելուց հետո 3, 4, 5 ամիս, նույնիսկ 6 ամիս որևէ գործողություն չի կատարվում։ Հիմա ռետորական հարց եմ բարձրացնում. ով ինչ պիտի աներ, քննչական մարմնի ղեկավարը ուներ արդյունավետությունը,
եւ նախաքննությունը կազմակերպելու իրավասություն իհարկե ուներ։ Հսկող դատախազը ուներ օրինականության հսկողության այդ բացառիկ ֆունկցիան իհարկե ուներ, բայց ինչի համար չի գնում չի շարժվում առաջ։ Դուք կարող եք հակադարձել եւ ասել, որ գործերի քանակը շատ է։ Քիչ առաջ մինչև մրցույթը սկսվելը մենք իմ գործընկերների եւ տեխնացուների հետ խոսում ենք, որ 400 քրեական գործ կա յուրաքանչյուր քննիչի կամ դատախազի վարույթում։ Բնականաբար շատ է, բայց ցանկության եւ կամքի դեպքում հնարավոր է ամեն ինչ հաղթարել։ Դրա համար էլ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքով ծառայողները, կոմիտեի ծառայողների աշխատավարձը հավասարեցվել է մասնավոր ոլորտի բարձր որակավորություն ունեցող աշխատակիցների աշխատավարձին։ Ժամանակին իմ առաջին աշխատավարձը, երբ որ քննիչ դարձա, 100 դրամ էր։ Իհարկե բանը փոխվել է ռուբլին հետ դրամով եւ այլն, մոտավորապես կազմում էր հաշվեցինք այն ժամանակ $70, 100 դրամով, բայց աշխատել ենք, չէ՞։ Ծավալները իհարկե շատ չեն, բայց աշխատել են մարդիկ։ Հիմա ստանում են մոտավորապես 700-ից 600-ից 1 միլիոն դրամ։ Բնականաբար պետքա չասեմ այդ բառը, բայց ամեն դեպքում չի ստացվում չասել, տանջվել էլ, չարչարվել էլ, որպեսզի հասնեն արդյունքի։ Եթե քրեական վարույթը հարուցեն ու դնեն պահարանների մեջ որևէ գործողություն չկատարեն, բնականաբար այս վիճակը պիտի լինի։ Ես կարծում եմ, որ ցանկացած քրեական գործով հետևողական լինելու դեպքում ժամկետներն էլ կպահպանվեն, ժամանակին էլ քրեական վարույթը կհասնի դատարան։ Իմիջիայլոց ձեր հարցին որպես պատասխան նշեմ, քրեական դատավարությունը իհարկե դրա նման կարգ սահմանված չէր, բայց երբ որ ես որպես մեղադրող դատախազ պաշտպանում եմ ինչ-որ մեղադրանք, ճիշտ ասած նման ներքին պահանջ կար, որպեսզի օգնել դատավորին ապահովել այդ վկաների, տուժողների ներկայությունը դատական նիստին։ Ճիշտ է, նման պահանջ չկա, բայց քանի որ այդ վկաները, տուժողները մեղադրանքի կողմից էին հանդես գալիս, հետևաբար դատական նիստից գնալուց առաջ ես էլ իմ հերթին էի հավաստիանում կամ իմ գործընկերները, ոչ թե մենակ ես, որպեսզի դատական նիստը պարտադիր կայանա։ Դատական նիստ ունեմ 4-րդ ամիսն է, նախապատրաստական փուլը չի սկսվում։ Դե չեմ կարող ասել մեղադրողը որոշակի գործողություններ պիտի կատարի, որտեղ որ այս դրական լուծում դրա համար չկա, բայց ամենայն դեպս գերատեսչական ներքին կանոնակարգերով կամ թեկուզ սովորույթներով եւ ավանդույթներով ձևավորված, որովհետեւ քննչական աշխատանքում բացի գրվածից նաեւ կան չգրված սովորույթային ավանդույթներ, որը քննչական այդ հզոր դպրոցի հիմքն է հանդիսանում։ Եթե դրանք պահպանվեն, միաժամանակ մի բան էլ ասեմ, որպես տեխնիկական լուծում, ասեցի արհեստական բանականության մասին, մի այսպեսի ծրագիր է մշակված։ Տեսեք, դուք ինձ թուղթ ու գրիչ եք դրել, ու ես իմ մտքերս տեղ պետք է գրեմ, բայց նորարարական լուծում որպես ես տեսա ճիշտ ասած շատ զարմացա եւ շատ ուրախացա։ Էկրանի վրա ղեկավարը ներկայանում է աշխատանքի եւ օրվա, ամսվա, շաբաթվա անելիքները հերթականությամբ, կարմիր, կապույտ եւ այլ այդ լուծումները բերում է։ Ընդհանրապես պետք է հավաքել կոնկրետ տեղնաշարի վրա եւ տեսնի, թե որ օրը, որ գործն է բանի տակ, հսկողության տակ, ով պիտի զեկուցի, ինչ գործողություններ պիտի կատարվի։ Այսինքն նա դառնում է, այսպես ասած, այդ ղեկավարը մի հատ մենեջեր, այդ հիմնարկի, եւ այդ էկրանի վրա ամբողջությամբ տեսնելով կարողանում է կատարել իրականացնել արդյունավետ կառավարում։ Ես այդ նույն մոդելը օգտագործել եմ։ Միշտ ունեցել եմ նոթատետրեր, մեծ նոթատետրեր, որտեղ որ կարմիր իմ աշխատակիցները նախին գիտեն, կարմիրով էի գրում, հետեւաբար դա ամենառաջնահերթ հսկողության ենթարկվող գործն էր։ Թերթում էի, տեսնում էի։ Իմ այդ նույն մոդելը տեխնիկական լուծում է պահանջում, այսինքն պետք չէ այդքան գրել, նայել։ Ընդհանրապես պետք է այդ էկրանին հետևել տեխնիկական լուծումով արդեն հնարավորություն կդառնա կատարել ռեալ հսկողություն։ Կոմիտեի նախագահի գործառույթը եւ լիազորությունները, ինչպես նաեւ պարտավորությունները պետք է կայանան նրանում, որպեսզի նա կարողանա ամենօրյա հսկողություն իրականացնել եւ արդյունավետություն, քանի որ հենց օրենքում նշված է, որ նա պարտավոր է պատասխանատվություն է կրում արդյունավետության, ղեկավարման եւ աշխատանքների կազմակերպման համար։ Ընդհանրապես պիտի կատարի այդ 3 գործառույթը։ Իսկ դա հնարավոր է կատարել, որովհետև մարդկային ուրեմն չափանիշով կամ մարդկային ինտելեկտուալ կարողություններով օժտված անձնավորությունը հնարավոր է այդ ամենը չի կատարի։ Ես կարծում եմ ճիշտ է, օբյեկտիվ դժվարություններ էլ կան այդ ձգձգումների հետ կապված, բայց նաև կա, կարծում եմ, սուբյեկտիվ փաստարկ այստեղ։ Իմ վերջի հարցը ես ամենասկզբից